Գիտեիք, որ Գյումրու ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է Աննիի մայր տաճարի ճարտարապետական նմանությամբ։ Սրանցից առաջնայինը եւ աչքի ընկնողը կլոր լուսամուտները եզրափակող վերնասլաց որմնակամարաշարերն են։ Սուրբ ամենափրկիչը կառուցվել է 1860-ական թվականներին։ Շինարարության ղեկավարը եղել է Թադևոս Անտիկյանը։ Ժամանակակիցները պատմել են, թե ինչպես է ուստա Թաթոսը երեկոները կառքով գնացել Անի, նայել մայր տաճարի կառուցվածքին եւ առավոտյան հետ վերադառնալով շարունակել ամենափրկչի շինարարությունը։ Անտիկեց Թաթոսի գերեզմանակարին գրված է, որ այստեղ հանգչում է ամենասուրբ եկեղեցու կառուցողը։ Ասում են, ամենափրկիչը ժամանակին եղել է ոչ միայն Ալեքսանդրապոլի, այլև ողջ Հայաստանի ամենաբարձր եկեղեցին՝ 48 մետր։ Շինաշխատանքները ավարտվում են 1873 թվականին։ Եկեղեցին օծվել է Գևորգ IV ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։ 1988 թվականի աղետը եկեղեցուց թողնում է միայն մեկ պատը։ Երկրաշարժից հետո եկեղեցու վերակառուցման նախագիծը մշակել են ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը և կոնստրուկտոր Հովհաննես Մեյրոյանը։ Վերակառուցման թույլտվությունը տրվում է 1995 թվականին։ Ամենափրկիչը կրկին ունի իր նախաերկրաշարժյան տեսքը։ Այն վեր է հառնում քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում, գերակա դիրք գրավելով քաղաքի ողջ տեսլականում։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին եկեղեցին վերաօծվում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կողմից։ Այժմ եկեղեցին գործում է։